Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է ընթացիկ տարվա առաջին եռամսյակի հարկային եկամուտների և պետական տուրքերի ցուցանիշները։ Հունվար-մարտին ՊԵԿ-ը բյուջե է ապահովել 566.5 միլիարդ դրամ, ինչը ավելի է թե 2025 թվականի առաջին եռամսյակի համար նախատեսված, թե հետագայում վերանայված ցուցանիշից, համապատասխանաբար 3.4 և 3.1 միլիարդով։ Միևնույն ժամանակ 2024-ի հունվար-մարտի համեմատ այս տարվա մուտքերն ավելի են 13.2%-ով։ Ունենք աճ բոլոր հարկատեսակների գծով բացառությամբ ակցիզային հարկի, եթե դիտարկենք ոլորտներով, բանկային ոլորտում ունենք բավականին մեծ աճ, չնայած որ դեռ շահութարկի վճարման ժամանակը չի։ Շինարարության ոլորտում ունենք աճ, այստեղ կառուցապատողները, որոնք հանդիպում են ուրեմն արդեն բնակարանները քաղաքացիներին, այստեղ ունենք բավականին մեծ աճ ունենք մանրածախարևտրում եւ ունենք աճ նաեւ գազի եւ էլեկտրաէներգիայի մատակարարում իրականացնող տնտեսվարողների մոտ։ Ընթացիկ տարում բյուջեով նախատեսված է 2 տրիլիոն 720 միլիարդ դրամ հարկ և տուրք։ Վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Ասպանյանը նշում է, ի սկզբանե մտավախություն է ունեցել, որ դրան հնարավոր չի լինի հասնել։ 2025 թվականի առաջին եռամսյակի ցուցանիշը հաճելիորեն զարմացրեց ինձ, ինչը թերևս պայմանավորված է հետաձգված ավելացված արժեքի հարկի հետ վճարումների էֆեկտի հետ, բայց միևնույն ժամանակ ուզում եմ նշել, որ սա դեռևս կայուն տնտեսական հիմքերի մասին չի խոսում, սա ըստ էության իրավիճակային էֆեկտ է, որը մենք ունեցել ենք նախորդ տարիներին, չհավաքագրված ավելացված արժեքի հարկը վճարվել է 2025 թվականին։ Հարկային մուտքերն ավելացել են 6.1, իսկ մաքսային 20.7%-ով, ընդգծում է ՊԵԿ նախագահի առաջին տեղակալը։ Հավելում, դեռ վաղ է խոսել տարվա համար սպասումներից։ Պատկերեք սկսի ուրվագծվել ապրիլի 20-ից հետո, երբ բոլոր շահութարկերը ներկայացված կլինեն, նոր կարող ենք այդ մասին խոսել։ Իհարկե, այսպես նախնական մեր հաշվարկներով կարծում ենք, որ երկրորդ եռամսյակը նույնպես կկատարենք, ՊԵԿ-ը չի խնայելու ջանք, որ կարողանա ուրեմն նախանշված ցուցանիշներին անպայման հասնել։ 2050 թվականին աշխարհում նավթի դերը փոքրանալու է, իսկ մետաղներինը, հատկապես պղնձինը, մեծանալու։ Երևանի պետական համալսարանում քննարկում են հանքարդյունաբերության ոլորտի խնդիրներն ու հեռանկարները Հայաստանում եւ աշխարհում։ Հանքագործների եւ մետալուրգների միության նախագահի խոսքով այլընտրանքային էներգետիկայի զարգացումը փոխում է գլոբալ տնտեսության կանոնները, եւ այս ֆոնին Հայաստանում հանքարդյունաբերության դերը դառնում է ավելի կարեւոր։ Ամենակարևոր փոփոխությունը, որ աշխարհում կատարում է, դա ալտերնատիվ էներգետիկայի զարգացումն է, արտանետումների նվազեցման նպատակով եւ այդ անցման հետևանքով դեպի վերականգնող էներգետիկա նավթի դերը բնականաբար նվազելու է նավթի եւ գազի եւ մետաղների արտադրության դերը ավելանալու։ Կանխատեսվում է, որ մինչև 2050 թվականը արդյունահանվող պղնձի ցուցանիշն աշխարհում 30 միլիոն տոննայից կհասնի 55 միլիոնի, իսկ եղած դեֆիցիտը կբերի գների բարձրացման։ Պղնձի շուկան ավելի մեծ է լինելու, քան նավթինը, ընդգծում է Ջհանյանը։ Եթե այսօրվա դրությամբ նավթի շուկան մոտ 10 անգամ ավելի մեծ է, քան պղնձի շուկան, 2050 թվականին դրանք համեմատել լինելու եւ նույնիսկ պղնձը ավելի մեծ կարող է լինել։ 2024 թվականին պղնձի արդյունահանումից ստացված եկամուտների տարեկան շրջանառությունը կազմել է 200 միլիարդ դոլար, իսկ նավթինը 3.1 տրիլիոն դոլար։ Մինչև 2050 թվականը պղնձի արդյունահանման տարեկան շրջանառությունը կհասնի արդեն 1.1 տրիլիոն դոլարի, իսկ նավթինը մոտ 700 միլիարդ դոլարի։ Հաշվի առնելով, որ Հայաստանն ունի պղնձի եւ այլ մետաղներից զգալի պաշարներ, հեռանկարում մեր երկիրն ավելի մեծ տնտեսական ներուժ է ունենալու, քան օրինակ Ադրբեջանը, որի նավթային պաշարներն ըստ կանխատեսումների 2050 թվականին սպառվելու կամ զգալի նվազելու են։ Օրինակ հանքավայրը Քաջարանի, որը շահագործում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, ունի մոտավորապես 100 տարվա պաշար։ Եթե ներկայիս տարեկան ծավալներով վերամշակվի, մոտ 100 տարի դեռ կերիքի։ Եվ համեմատելի տարեկան տարիների ժամանակային պաշարներ ունեն նաև մնացած խոշոր հանքարդյունաբերական ձեռնարկությունները։ Այսինքն ի տարբերություն Ադրբեջանի մենք ավելի շատ պաշար, ավելի երկար օգտագործելու հնարավորություն ունենք։ Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապյանն ապրիլի 3-ին ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովայի գլխավորած պատվիրակությանը։ Կողմերը քննարկել են կառավարության եւ հիմնադրամի միջև համագործակցության հեռանկարները, վերջին շրջանում Հայաստանի տնտեսության զարգացման միտումները, տնտեսության դիվերսիֆիկացման ուղղված քայլերը, ոլորտի զարգացման միտումները, առկա ռիսկերն ու դրանց լուծման հնարավոր ուղիները։ Թեմաների թվում էին նաեւ արտահանման ռազմավարությունը եւ դրա շրջանակներում քաղաքականության առաջնահերթությունները, ռազմավարության իրականացումը, միջազգային գործընկերների ներգրավվածությունը եւ ներդրումների արդյունավետ կառավարումը։
Լոնդոնի բորսայում Brent ապրանքանիշի հունիսի մատակարարումների ֆյուչերսների գինը նախորդ օրվա բորսաների փակման պահի ցուցանիշի համեմատ նվազել է 0.4%, կազմելով 1 բարելի դիմաց $69.83։ Նյու Յորքի ապրանքային բորսայում WTI տեսակի նավթի մայիսի մատակարարումների ֆյուչերսային գինը նախորդ օրվա բորսաների փակման պահի ցուցանիշի համեմատ իջել է 0.5%, կազմելով 1 բարելի դիմաց $66.63։ Ոսկու միջազգային գինն աճել է 0.4% եւ հասել 1 ունցիայի դիմաց $3138։ Բիտքոյնի արժեքը վերջին 1 օրվա դրությամբ նվազել 0.8% եւ կազմել 1 հատի համար $83160։ Հայաստանի կենտրոնական բանկը տեղեկացրել է, որ ապրիլի 4-ի տվյալով ամերիկյան դոլարը միջինն արժեցել է 391 դրամ 22 լումա, եվրոպական արժույթի գինը կազմել է 431 դրամ 28 լումա, ռուսական ռուբլու արժեքը սահմանվել է 4 դրամ 62 լումա։